Մյուս կողմից նաև կարևոր հանգամանք ա եղել է ընտրություններից հետո այն, որ Ռուսաստանը չի ճանաչել, չի շնորհավորել, հա, եւ այնտեղից հնչում են ինչ-որ բաներ, որ լեգիտիմությունը չենք ճանաչում։ Պրինցիպը ինչ ա, ասենք աշխարհի 150 երկիր ճանաչել է, մի հատ Ռուսաստանը թող չճանաչի էլի, ինչ կլինի։ Բայց արյութես, որ Ռուսաստանը էական երկիր է Հայաստանի համար եւ անավանդ Նիկոլի համար եւ ըստեղ ուրեմն նա կողմից լեգիտիմություն չճանաչելը կարող է բերի մեծ խնդիրների, մեծ խոչընդոտների։ Իդեպ Իրանը ճանաչել է, Իրանը շնորհավորել է։ Կարծեմ, հա։ Չեմ հիշում, չեմ կարող։ Ես էլ չեմ հիշում։ Իրանի դեպքը մի քիչ որոշ ժամանակ առաջ շատ նեղացած, դառնացած ինչ որ խոսք էին նաև ասում, քննադատելով Նիկոլ Փաշինյանի, ցավոք սրտի իդեմս Նիկոլ Փաշինյանի Հայաստանի վարքագիծը պատերազմի ժամանակ։ Իրանի դեպքը մի քիչ ուրիշ է, դրա շնորհավորելը կարող է բացատրեն, ասեն, խոսքի գլուխներս խառներ, պատերազմի մեջ էինք, Տրամփի հետ էինք բազարանում եւ այլ եւ այլ։ Այստեղ կարևոր է Ռուսաստան։ Հիմա ես օրինակ չեմ բացառում, որ Ռուսաստանը ինչ որ պահանջներ դրի Նիկոլի առաջ, Նիկոլի այդ պահանջները կատարի եւ դրանից հետո, ասենք, ճանաչեն Նիկոլին։ Չգիտեմ, ամենայն դեպս կարծես թե մամուլում հանդիպեցի այսպիսի բաների, որ Ռուսաստանի հետ գնում են ինչ որ բանակցություններ։ Տեսնենք թե ինչ բանի։ Գիտես, այստեղ խնդիրը այն է, որ անվստահելի գործընկեր է Նիկոլը։ Անընդհատ նրա առաջ դրել են պահանջներ, նա կատարել է մի մասը կրուտի տահարել, հա, հիմա կարծես թե հոգրել են այդ պահանջներ։ Բայց այնուամենայնիվ չպետք է բացառել, որ Նիկոլը կգնա ինչ-ինչ զիջումներ Ռուսաստանի հանդեպ։ Ամբողջ խնդիրը այն է, որ այն զիջումները, որ նա գնում է Ռուսաստանի հանդեպ, այդ զիջումները մտնում են լրիվ հակադրության մեջ այն ամեն ինչին, ինչ որ նա անում է Արևմուտքի հետ կապված, կամ Ադրբեջանի հետ կապված։ Էս է խնդիրը, դրա համար է նա հայտնվել ինչ որ թակարդի մեջ։